Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 31-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 31-ին։ Ուսամ լսում եք եկեղեցու ձայները։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաև հրավերք կստանաք ոչ առիթի կամ ձեր կամ դուք եք հրավիրելու կամ ձեզ են հրավիրելու ու ձեր կան չար մարդիկ, նախանձ մարդիկ, չար խոսակցություններ և գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 31-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, նաև որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին կավարտվի այդ օրը։ Այստեղ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կարող է ինչ-որ միտեղ է ցավում, ինչ-որ մի բան այնպես չէ և դա ձեզ տխրեցնում է, դա ձեզ հիասթափեցնում է, որ չեք կարող ինչ-որ գործեր անել։ Եվ հետո երևի թե անցնում է, որովհետև ուրախ եք, տրամադրությունը բարձրանում է, էներգիայի ավելանում, երևի ոնց որ ավարտվում է կարծես թե այդ պահերը, որ նեղվում եք, ճնշվում եք,
Կարող է դիմացինի առողջության հետ է կապված, կարող է ձերն է, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին հուլիսի 31-ին։ Հարգելի եկորյակներ, օրը երկակի է այստեղ, ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում է, ինչ-որ մի բան նաև ձեզ կարող է տխրեցնել։ Այդ օրը գումար եք ստանալու, նաև ինչպես որ ասացի, ինչ-որ մի բան ձեզ երջանկացնելու է, գաղտնիք կբացահայտվի, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ, ոմանք նաև այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան կարող է լինել, որ երջանկացնի ձեզ, կարող իմանում եք, որ կարող գնալ արձակուրդ, կամ ինչ-որ մի բան այստեղ, կամ արձակուրդային օրինակ վճարվում է։ Դե նաև պետական հիմնարկության աշխատողը կարող է ձեզ ինչ-որ մի գաղտնիք բացահայտել, որ ձեզ համար լավ կլինի։ Այստեղ եթե բժշկության հետ է կապված, ինչ-որ մի բանը ձեզ կարող է տխրեցնել։ Կամ դուք եք հիվանդ, դուք եք վատ, դա է ձեզ հիասթափեցնում, տխրեցնում, որ չեք կարողանում ինչ-որ մի բան անել, ավարտել այդպես արագ։ Կամ, ինչ-որ մեկի առողջության հետ է դա կապված, ինչ-որ մի բան այնպես դե ձեր տրամադրությունը գցում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 31-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, այն ինչ որ կանեք այդ օրը ձեր բիզնեսում, ձեր ինչ որ կանեք, հա, ձեզ հաջողություն է սպասվում։ Նաև հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, հանկարծակի լուր կլսեք, եւ ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն նաև թաքուն գործողություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 31-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ձեզ ինչ-որ մի բան տխրեցնում է, ինչ-որ մի բան ուրախացնում, ինչ-որ հիասթափություն կա, նաև ուրախություն։ Այդ օրը նաև մի խոսքով եւ ուրախանում եք եւ տխրում եք։ Ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, նաև հաջողություն յուրաքանչյուր գործում, այն ինչ որ կանեք այդ օրը։ Ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ եւ նաև այդ օրը տհաճ պահեր կան եւ տատանվում եք, գուցե թե ինչպես այդ հարցին լուծում տալ, ինչ անել այդ տհաճ պահերից խուսափելու համար, ինչ որ պահեր են։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան։ Օրը բավականին երկակի է, հա, մեկ նայեմ, ինչ որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 31-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գաղտնիք կբացահայտվի, նաև սպասման մեջ եք լինելու, կսպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, հրավերք որևիցե առիթի կամ դուք գրավիրեք մարդկանց, կամ հրավիրել եք և սպասում եք, որ մարդիկ գան, որից իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը ևս այն կկատարվի, և նաև դա կարող է լինել նոր սկիզբ, այդպես ամեն ամսվա, դա նաև կարող է լինել ավարտը, որից է կամ այդ ամեն ամսվա կամ վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտը կարող է լինել։ Եվ օրվա վերջ կամ շուտ եք պարկելու քնելու կամ ավելի ուշ։ Նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 31-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք նման կենտրոն այցելել։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, դա նաև կոչվում է հավատարմություն, մտերիմություն, այստեղ կարող է ուղղակի հանդիպեք ձեզ մտերիմ մարդու հետ և սեղանի շուրջ նստեք, ուղղակի խոսեք, զրուցեք, սուրճ խմեք։ Եվ հեռախոսազանգ կունենաք այդ օրը, որն էլ այստեղ գումարի հետ է կապված և հետո գումար ձեզ կփոխանցեն կամ ասում են, որ օրինակ աշխատավարձը կա կամ գումարը կա, արիստացի կամ գուցե նաև հաճախորդ է, ում հետ խոսելուց հետո գումար է ձեզ փոխանցում։ Նաև այդ օրը ավելի շուտ կարող եք պարկել քնելու, ոմանց համար դա նաև ինտիմ հարաբերություններ է և հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսներ եք որից է մեկի վրա, որից է մարդու վրա նաև, հույսով սպասում եք, պես կողը պարկել եք և սպասում եք, որ դե ամուսինը կամ ինչ-որ մեկը գա տուն։ Եվ եթե կասկածներ կա այստեղ հավատարմության հետ կապված, սա այստեղ նշում է, որ հավատարմությունը կա, պես ավելորդ կասկածներ չունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։
Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 31-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հրավերք ունեք առիթի, կամ դուք եք հրավիրելու մարդկանց առիթի, որտեղ այստեղ առիթ կա, տանը, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք։ Նաև հուզված եք, միգուցե աննայև արտասվում եք, միգուցե ինչ-որ մարդկանց եք տեսնում, այդ օրը որ վաղուց չեք տեսել, այստեղ կարող է բաժանում է, ինչ-որ մեկը գնում է, առիթը դրա համար է կազմակերպված, միգուցե բանակ է գնում, միգուցե հեռու է գնում, այդ համար հուզվում եք, արտասվում եք եւ հրաժեշտ եք տալիս ինչ-որ մեկին։ Սուտ կա այդ օրը նաև ուշադիր եղեք, ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ այդ օրը եւ երեխաների հետ կապված իրադարձություններ։ Միգուցե այստեղ նաև երեխաների առիթ է հղիություն, ծննդաբերություն, նաև մեկ այլ հարց է, երեխաների հետ կապված ինչ ասես կարող է լինել։ Երեխաների համար գնում եք խանութ, օրինակ, ինչ-որ ապրանք գնելու եւ այլն, յուրաքանչյուր բան։ Թորներն են գալիս ձեր տուն, երեխաներն են գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 31-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, ոչ մի հարցում մի շտապեք։ Նաև ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ, որ կանեք այդ օրը, միգուցե անակնկալ է մարդը պատրաստում դիմացինի համար։
հանդիպում ունեք այդ օրը եւ ոչ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել, դա ձեզ կարող է ցավ պատճառել։ Եվ որվա ընթացքում կպարկեք հանգստանալու, կքնեք, նաեւ ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 31-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ մի բանի հետ է դա կապված, նաև օրվա ընթացքում օձեր կան, չար մարդիկ, ովքեր կարող են ձեր տրամադրության վրա ազդել, ովքեր կարող են նաև ձեր տրամադրության գծել կամ հիասթափվում եք իրենցից, որ օրինակ իրենք կարող էին նման բան անել, ինչ-որ նման պահել։ Եվ հույսով լցված եք, հույս ներդել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք, այստեղ ոմանք կարող են աշխատանքից դուրս գալ, հեռանալ, կարող է ձեզ այդքան էլ դուրս չէր գալիս դա եւ ձգում էիք, նաև դա կարող է լինել ինչ-որ մեկը, որ հեռանում է եւ դա ձեզ համար նվեր է, նա ոնց որ չեք սիրում իրեն եւ հիմա որ գնում է ավելի ուրախանում եք նվեր է կամ այստեղ ձեզ կարող են նվեր տալ, որ դուք դուրս եք գալիս աշխատանքից կամ դե կարող է թոշակի եք գնում օրինակ կամ հակառակը դուք եք նվեր տալիս ինչ-որ մարդկանց, ովքեր որ գնում են թոշակի։ Եվ երեկոյան ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիա լի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 31-ին։
Հարգելի ջրհոսներ, հուսամ լսում եք եկեղեցիների ղողանջները, այնպիսի ժամ է, որ ինքը դե պետք է որ չղողանջեր, բայց դե այդպես են ուզել։ Այդ օրը հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նաև հանկարծակի լուր կլսեք, դա վերաբերվում է նրան, որ ինչ-որ մի գործ մնացել է, չեք հասցնում ավարտել։ Դա մասին կաղակ իմանալ, որ գործերը չի վերջացել, դեռ ունեք անելու կամ դեռ պետք է անեք։ Միգուցե դա է, որ ձեզ ցավ է տալիս, այստեղ չնայած տան հետ կապված հարցեր կան, որը եւս ձեզ ցավ է տալիս։ Ձեզ կարծես թե վերջերս տան հետ կապված հարցեր շատ են ընկնում։ Միգուցե վարձի վճարն է, միգուցե մեկ այլ հարց է այստեղ։ Ձեզ բավականին շատ է տանջում, այստեղ նաեւ կարող է լինել առիթ, կամ ձեր առիթն է, կամ պետք է գնանք այդ առիթին։ Եվ այնտեղ եք կարող մարդկանցից հիասթափվում, իրենց պահվածքից, եւ դա ձեզ ցավ է տալիս, միգուցե ձեր հանդեպ են ինչ որ ձեւ պահում իրենց, կամ տան անդամներն են սա նաեւ, որ կարող է այդպես, կամ առիթ է, առիթից հետո ինչ որ մի տրամադրությունը գցում եք, ինչ որ մի բան ձեզ մոտ ոնց որ ցավ է տալիս, այստեղ հրավերք ունեք առիթի, կամ ձեզ են հրավիրելու, կամ դուք եք հրավիրելու, կամ ինչ որ մի բան այնպես չի ընթանում։ Բայց մյուս կողմից ուրախ եք, ինչ որ մի բան էլ ձեզ ուրախացնում է այդ օրը։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 31-ին։ Հարգելի ձկներ, օրը երկակ է, ինչ որ մի բան ձեզ ցավ է տալիս, ինչ որ մի բան նաև ձեզ ուրախացնում է օրվա ընթացքում։ Եվ այստեղ ճանապարհ եք գնալու, տհաճ պահեր կան, դա համար ուշադիր եղեք մեքենայի սարքին վիճակին լինելու հետ կապված, նաև դա կարող է լինել պետավտոտեսուչներ, ովքեր կանգնած են այդտեղ զգույշ եղեք, կարող են շտրաֆ գրել, դա է հա տհաճ պահեր, դա է ձեզ ցավեցնում։ Նաև ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, դա է ձեզ տհաճություն տալիս, որտեղ ոնց որ չեք սպասում, չեք ուզում ընդունել, կամ տվյալ մարդիկ են ձեզ համար տհաճ։ Այդ օրը ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, նաև ոմանք փաստաթուղթ կստանան, փաստաթուղթ կուղարկեն։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Նաև մտերմություն է դա նշանակում, հավատարմություն, այստեղ շատ սեր, ինտիմ հարաբերություններ, նաև ոմանք ավելի շուտ կպարկեն քնելու, ոմանք ավելի ուշ կպարկեն քնելու, կամ շուտ պարկում եք քնելու, հետո հենց այդպես միանգամից ամբողջ գիշեր քնում եք,
Եվ ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, նաև հարազատների շրջապատում կլինեք, շատ սեր կստանաք, այդպես ինչ-որ մարդիկ նաև ձեզ սիրով կշրջապատեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։